չուն, որ տապալելու նպատակով եք ընտրել այդ հանձնաժողովը։ Նայեք հանձնաժողովի վերջին նիստերի հաճախականությունը եւ կհասկանանք, թե երբ է այդ հանձնաժողովը պարապուրտի մատնված եղել։ Այս վերջի 5 տարվա ընթացքում գրեթե պարապուրտ է եղել հանձնաժողովը, տարին 1-2 անգամ է հանդիպել, եթե հանդիպել է։ Մենք ակտիվացնելու ենք աշխատանքային process-ը, նաև մեր հանրությանն էլ ցույց ենք տալուց, որ իրական դիվերսիֆիկացիա ենք ուզում բերենք։ Ինչ է նշանակում իրական դիվերսիֆիկացիա։ Իրապես Եվրոպայի հետ առևտրաշրջանառության աճ, եվրոպական ինստիտուտների տեղայնացում, ակտիվ աշխատացնելու ենք, որ ժողովուրդն էլ տեսնի, որ իրենց ասած են, որ մենք մի կողմի ընդամենը հետ հարաբերությունների լավարկման կողմնակիցն ենք, դա սխալ է։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանը պետք է ունենա մի քանի գործընկեր, որ տնտեսությունը կայուն լինի։ Այդ իսկ պատճառով դուք կտեսնեք, թե ինչ տեմպով ենք մենք աշխատացնելու այդ հանձնաժողովը։ Այո, կա։ Այս պայթրությամբ չէ, ամենայն հավանականությամբ վաղն է լինելու, վաղը ձեզ կներկայացնեմ։ Մարտավարություն կա, ինչով եք նախաշխատում, որ ընտրելի։ Ընդհանրապես հանձնաժողովի անդամները ինստիտուցիոնալ աշխատանքի փորձ իրենց ներկայությունը պետք է օգնի նաև եվրոպական հարթակներում, պետք է օգնի մեզ մեր ազգային հարցերը առաջ քաշելու համար եւ նաև ամենօրյա իրենք մարդիկ, ովքեր պատրաստ են ամենօրյա աշխատանք անեն, այդ հանձնաժողովը ակտիվացնեն վերջապես, այսինքն որ Եվրոպայի հետ նախ դատական համակարգի աշխատանքը լավանա, որ դատական համակարգը տխուր վիճակը չլինի, այլ ինստիտուտների հարցը, առևտրաշրջանառությունը լավանա։ Մենք անունը դնում ենք, որ իբր երկիրը Եվրոպամետ ուղղություն, բան, բայց առևտրաշրջանառությունը տասնյակ անգամներ ավելի քիչ է կան ԵԱՏՄ-ի հետ, ինստիտուտներն են, ինչը որ պետք է Եվրոպան ինչ լավ ինստիտուտներ ունի, դա չենք վերցնում։ Մենք վերցնում ենք մենակ անունը, բրենդը, մարքեթինգը, բայց չենք վերցնում այն կարևոր բանը, օրինակ դատական իշխանության ազատությունը, որը Եվրոպան կարող է տալ, քաղաքացիական հասարակության պաշտպանությունը, ձևավորումը։ Այո, ունենք տեխնացու, վաղը։ Պարոն Կարապետյան, դուք ասում եք, որ պետք է դիմեք Ռուսաստան համապատասխան մարմինների ղեկավարներին, որպեսզի սահմանափակումները հայկական արտադրանքի համար վերացնեն։ Ես Ձեր կուսակցությունն է, որովհետև քայլեր իրականացվել են, գիտենք, որ վերջերս Փաշինյանն էր Պուտինին զանգել իր նախաձեռնությամբ եւ նման զրույց է եղել, դրանից հետո որովհետև փոփոխություն չկա։ Այս պայն իրավիճակը բավական բարդ է։ 6 ամսվա ընթացքում, ինչպես իմ առաջի ելույթում ես նշեցի, ավելի է բարդանալու։ 6 ամսվա ընթացքում իրավիճակը մենք տեսնում ենք հայտարարություններ կան, որ ավելի պրոբլեմատիկ է լինելու։ Այդ իսկ պատճառով մենք տեսնում ենք, որ պետք է հայ քաղաքական միտքը լուծումներ գտնի այս տնտեսական տուպիկից դուրս գալու համար, որովհետև մենք գնում ենք դեպի մեր առևտրաշրջանառության 65%-ը մի երկրի հետ է կամ միջոցով է, բայց մենք գնում ենք մի ճանապարհ, որ այդ երկրի հետ հարաբերությունները տնտեսական վերանան։ Այն դեպքում, եթե հիշում եք, երբ որ մենք Եվրոպական միության հետ չունենք նորմալ տնտեսական փոխգործակցություն, արտահանում չունենք, Ֆրանսիայի հետ արտահանումը 8 տարվա ընթացքում անկում էր ապրել 10-15%-ով։ Անկում։ Քարոզարշավի ժամանակ ասում էր ընդդիմությունը ուրախանում է, որ Հայաստանը այսպիսի խնդիրների առաջ է կանգնում։ Ինչ պատասխանեցիք, քննարկումներ գնում են դիմել եք արդեն ռուսական կողմին։ Իրավիճակը ներկայացրեցի, որ իրավիճակը բարդ է, դուք կարող եք տեսնել իրավիճակի բարդությունը, ինչ վերաբերում է ավելի ինֆորմացիայի հետ կապված, մենք կարծում ենք, որ հայ քաղաքական միտքը պետք է պատրաստ լինի, ունենանք իրավասությունների դաշտով աշխատենք այդ ուղղությամբ։ Ինչ մակարդակով եք այդ քննարկումը պատրաստվում իրականացնել, ինչ շրջանակների հետ սահմանափակումները վերացնել հետ կապված։ Զուտ պատգամավորական խմբերի եթե գործադիր Պարլամենտարիզմի հիմնական տրամաբանության մեջ է։ Պարոն Կարապետյան, սահմանադրության նախագծի ընդունվելու համար նաև բացի ԿՊ-ից անհրաժեշտ է ընդդիմության աջակցությունը։ Երեկ Արուսյակ Ջուլհակյանը ասում էր, որ կհամոզենք ընդդիմությանը, ուզում եմ հարցնել, դուք կհամոզվեք եւ որ դեպքում կհամոզվեք, ով։ Տեսեք, մեր անկախության հռչակագիրը մեր երկրի ծննդականն է։ Առանց մեր երկրի ծննդականի, ասենք ծննդականը հասնենք 35 տարեկան վառենք,
մենք խաղաղության ջատագովն ենք, մեր հայտարարությունն եմ դա ասել ենք, բայց նաև համաձայն չենք այն մոտեցմանը, որ պետք է մեր ծննդականը վառենք, Ալիևի բերած համանդրությունը անցկացնենք, Ալիևի առաջարկած բերած ամեն օր այդ մարդիկ հայտարարում են, որ իրենք սպասում են վերջին Բայրամովը ամենանավանականությամբ, թե Հաջիևը մի շաբաթ առաջ հայտարարեց, որ մեծ հնարավորություններ կա, որ համանդրական հանրաքվե լինի իրենց հանրաքվեն է, իրենց բերած, դա մեր երկրի համար, ապագայի համար է սխալ ճանապարհ է, մենք չենք կարող մեր ծննդականը բառենք, մենք չենք կարող ընդունենք մի համանդրություն, որ իրանք են ասում։ Դուք ինչ եք անել, ձեր խմբակցությունը։ Աշխատանքային ֆորմատով, երբ որ ժամանակը գա, մենք երկար սեսիաներով մեր հասարակությանը բացատրելու ենք ամեն մեր քայլը, որպեսզի մեր հասարակությունը հասկանա, թե ինչպես ենք մենք տեսնում խաղաղության հասնելու ճանապարհը։ Ես ուզում եմ, որ մեր հասարակությունը իմ այս ուղերձը ուղի ուշադրություն վերցնի։ Մենք աշխատելու ենք խաղաղության կայացման համար, բայց մենք առաջարկելու ենք տարբերակներ, որը չի ստորադասի մեր երկրի եւ մեր ազգի շահը, եւ ստիպված չենք լինի Ալիևի համանդրությունը, Ալիև ասի համանդրություն ընդունեք, մենք գանք 1.5 միլիոն մարդով ընդունենք։ Պարոն Կարապետյան, բայց իշխանության ներկայացուցիչները հակադարձում էին, նշելով, որ ասում եք Ալիևյան համանդրություն, բայց համանդրության փոփոխության վերաբերյալ շատ ավելի վաղ են խոսել, քան այդ պատերազմից առաջ։ Դա ավելի մտահոգիչ էր։ Դա ավելի մտահոգիչ է։ Ինչով է մտահոգիչ։ Որովհետև դրա արդիականացումը, դրա արդիականությունը քաղաքական եղավ պատերազմից հետո։ Պատերազմից առաջ այդ մասին խոսելը մտահոգությունները։ Պարոն Կարապետյան, տեղեկություններ կան, որ ԿՊ-ն մտադիր է այդ համանդրական հանրաքվեն անցկացնելու եւ պարտադրելու, այսպես ասած, համոզելու համար իր աջակիցներին հավաքել ազգային ժողովի դռների մոտ, ինչպես դա արեցին եկեղեցու դեպքում, երբ որ արշավանքներ այսպես իրականացրեցին շրջիկ խմբերով եւ ցույց տան, որ ասեն, հասարակությունը, ժողովուրդը ուզում է, այս մենք ստիպված ենք լսել ժողովրդի ձայնի, ձայն հանգության, ձայն բազմած, ձայն աստծո, մոտարապես այս սկզբունքով, այս ձևով կարող են ձեր վրա ճնշում գործադրել եւ դուք ստիպված եք Ժամանակին Ուկրաինայում կար մի հատ ժողովրդավարության տարբերակ, ուկրաինական 300 տարի առաջ Սեչան ուներ ժողովրդավարության տարբերակ, հավաքվում էին երկու կողմը, ով բարձր գոռում էր, ընտրվում էր այդ կողմը։ Չեմ կարծում, որ 21-րդ դարում քաղաքական որոշումները պետք է կայացվեն 50 հասարակության բաժանման ժամանակ ժողովրդի կողմից ընտրված ընդդիմության վրա այդպիսի ճնշումով չի լինելու, որովհետև մենք էլ ստացել ենք մանդատը մեր ժողովրդի այն մասից, ովքեր տեսնում են, որ դեմ են Ալիևի բերած համանդրությանը։ Ավելի շատ ձայն իրենք կարողանան ավելի շատ քաղաքացիների կողմ քվեներ ունենալ, քան դուք ստացել եք ընտրություններում, այսինքն ժողովրդի ձայնը ավելի Տեսեք, մենք մեր հասարակությունը մեզ գործողել է այստեղ, մենք ընդհանուր 50+1% ընդդիմադիր հայացներով հասարակության ներկայացուցիչն ենք այստեղ, ընդհանուր ընդդիմադիր հայացներով դեր։ Եվ մենք ասել ենք, որ Ալիևի համանդրությունը այսպես կուզենան անեն, այնպես կուզենան անեն, չունի ապագա։ Մենք տեսնում ենք խաղաղության գնալու տարբերակներ, որը երկարաժամկետ տեսնում ենք կհասնենք դրան, բայց իր ասածով մի հատ մատը բարձրացնեն, մենք համանդրություն փոխենք, այդպես անընդունելի է։ հետապնդումներ, քրեական գործեր լինեն, այս դեպքում դուք վստահ եք ձեր Քրեական գործերը հիմա էլ կա։ Պարոն Կարապետյան, քաղաքացիական պայմանագիր Պարոն Կարապետյան, դուք բացառում եք, որ ձեր թիմից կլինեն պատգամավորներ, որոնք կանցնեն ԿՊ-ով եւ կողմ կքվեարկեն։ Հաստատում եք, որ ուժեղ Հայաստանը կուր է եւ հնարավոր չի լինի Պարոն քվեներ։ Այնքան ճնշում, որ մեր թիմակիցներն են անցել, կարծում եմ շատ քիչ ընդդիմադիրներ են անցել վերջի 8 տարվա ընթացքում։ Շատ քիչ ընդդիմադիր ուժեր։ Մենք մինչև գալ այստեղ բոլորը պայմանավորվել ենք։ Եթե մարդ մտավախություն ունի իր անվտանգության կամ իր ազատության համար, սա այդ տեղը չէ։ Այստեղ մարդիկ գալիս են հասկանալով, որ կարող են ենթարկվել քաղաքական ռեպրեսիաների։
բայց մենք պատրաստ ենք դրան, կրում ենք դրա պատասխանատվությունը պարոն Կիրակոսյան։ Դա բանավոր պայմանավորվածություն է եղել պարոն Կարապետյան, թե գրավորել են իրեն։ Գրավորի կարիք չի եղել։ Պարոն Կարապետյան, քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներից մեկը այսօր հերթական անգամ այն արտահայտությունը արեց, որ մշտապես կրկնում են 2021 թվականին իշխանությունը գետնին ընկած էր, ոչ մեկ չվերցրեց եւ խնդրում եմ օրինակ ասեք ինչու 2021-ին հավակնություններ չունեցավ գալ իշխանության ներողություն եւ վերցնել, որովհետեւ ավելի հեշտ չէր այդ ժամանակ, որովհետեւ այդ ժամանակ էլ էր իշխող ուժը խոսում կաթողիկոսին փոխելու մասին 2018 թվականից սկսած նոր Հայաստան, նոր Հայրապետ կարգախոսով շարժում կար, ինչու 2021-ին չհավակնեցիք ավելի հեշտ տարբերակով իշխանության գալ։ Շատ լավ։ Մեր նպատակը ամենասկզբից իշխանության արշավանքը եկեղեցու դեմ կանգնեցնելն էր, եթե հիշում եք։ Այդ իսկ պատճառով մենք process-ի մեջ մտել ենք դրա համար։ Ուղղակի մեր իշխանական գործընկերներին մի հատ հարց կարելի է տալ։ Հիմա մենք նոր ենք մտել քաղաքականություն, թե կայինք քաղաքականության մեջ, որովհետև իրենցից կեսը գալիս ասում են դուք կայիք քաղաքականության մեջ, մեծ մասը գալիս ասում են նոր եք մտել քաղաքականության մեջ։ Մի հատ պայմանավորվեք, մենք էլ իմանանք, որովհետև մեր խմբակցության մեծ մասին նայում ենք, ոչ մի քաղաքական պաշտոն չի ունեցել։ Բոլորը այլ ոլորտներից են եկել։ Բոլորը նոր մարդիկ են։ Անգամ ազգային ժողով գալուց մեծ մասը առաջի անգամ են ազգային ժողով, այսինքն հանրության կողմից գործուղված մարդիկ են, պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ չենք, բայց մենք կարծում ենք, որ հենց այդպիսի մարդիկ են բերում որակական փոփոխություն ազգային ժողովում։ Պարոն Կարապետյան, եթե կարելի է, Ադրբեջանի նախագահը Թուրքիից է խոսել, հայտարարել է, որ գուցե խոսել է այդ մասին, չգիտեմ, հայտարարել է, որ իրենց մասնագետները Հայաստանի այդ տարածքում, այդ 40 կիլոմետրանոց հատվածում ինչ-որ ուսումնասիրություններ են իրականացրել, նաև որպեսզի պատկերացում ունենան, թե որ հատվածներում լինեն այդ էլեկտրաէներգիայի եցությունները եւ այլն։ Ես ուզում եմ դեռ շատ հստակ չէ, նախ տեղեկություններ չկար ըստ էության, որ այդպիսի գործողություն է եղել, այսինքն այդ ուսումնասիրություն են արել ադրբեջանցիները եւ այլն։ Ես կուզեի դուք ասեիք, այս բան հստակ չի տարանցում է լինելու, թե ինչ որ նաև մենք Ադրբեջանից ստանալու ենք էլեկտրաէներգիա, դուք այստեղ ինչ-որ ռիսկեր, վտանգներ տեսնում եք, ընդհանուր առմամբ այս պրոցեսի հետ կապված գնահատականներ։ Իրենց այցելության մասին մեր ուժը տեղակ է եղել, մենք ցավոք տեղակ ենք եղել ոչ թե պետական ինստիտուտների կողմից տեղեկացվելու արդյունքում, այլ մեր ունեցած կապերով մենք տեղեկացվել ենք, որ հարևան երկրից Հայաստան են եկել մասնագետներ եւ այցելություններ են կատարում Մեղրի տարածաշրջանի տարբեր հատվածներում։ Ինչ մասնագետ։ Ժամանակահատված կասեք, որ խնդրեմ բան երբ ա եղել է դա այցը, որտեղ իշխանությունը չի։ 2 ամսվա մեջ, այս 2 ամսվա մեջ։ Եվ ինչ վերաբերում է սուվերեն տարածքը, մեր ուժը ասում է, որ դա ճանապարհ է Հայաստանի սուվերեն տարածքում եւ որևէ երկիր իրավունք չունի դա կոչել միջանցք։ Դա ճանապարհ է Հայաստանի սուվերեն տարածքով։ Եվ եթե իրենք ուզում են Հայաստանի տարածքով անցկացնեն էլեկտրահաղորդականության գծեր, պետք է վճարեն մեզ դրա համար։ Իրենք թող վճարեն մեզ, անցկացնեն, եթե տեսնում են, որ ուզում են։ Մեր երկիրը պետք է շահի դրա մեջ։ Ինչպես մեր երկրի համաձայնությունը ստանալուց հետո պետք է վճարեն։ Չեմ վճարելու, դուք որ նման մտահոգություն եք հայտնում եւ պարոն Կարապետյան, նախ այդ վճարման մասով ինչ տեղեկություններ ունեք եւ երկրորդը տարանցում է լինելու, այսինքն ձեր մասնակիցների երբեմն հեծի, հեծի ինչ որ թիմի հետ են այնտեղ աշխատելու։ Չեմ կարող ավելի մանրամասն այս բանը, քանի որ չունեմ այդքան մանրամասն։ Գիտեմ, որ ադրբեջանցիներ են եկել Հայաստանի հարավային շրջաններ եւ դա մեզ անհանգստացրել էր, փորձել ենք ճշտել ինչի համար են եկել։ Այդ իսկ պատճառով մեզ պատասխանեցին, որ այս պատճառներով էին եկել։ Բայց եթե մի երկիր, յուրաքանչյուր երկիր հարավից, հյուսիսից, արևելքից, արևմուտքից ցանկանում է Հայաստանի տարածքով, որ անցնի ինչ որ գիծ, տրանսպորտային, լոգիստիկ, նա պետք է ուղղակի վճարի մեր պետությանը, մեր ժողովրդին, մեր սուվերեն տարածքով օդային գիծ անցկացնելու համար։ Չվճարելու մասին ինչ որ տեղեկություններ ունեք։ Ես ուղղակի շեշտում եմ, որ պետք է վճարվի։ Տարանցում է լինելու թե տեղեկություն չունեք այդ մասին, պարոն Կարապետյան։ Ես տեղյակ եմ միայն Ադրբեջանի նախագահի հայտարարությունից ելնելով, որ իրենք առաջարկում են, որ տարանցում լինի Հայաստանով եւ սպասում են Հայաստանի ղեկավարության։ Եթե վճարը լինում է, դուք այդտեղ ինչ որ
որ ռիսկեր ուրիշ չեք տեսնում։ Սուվերենության հետ կապված եթե խնդիր չի լինում եւ արդարացի վճար է ստանում Հայաստանի պետությունը, կարելի է քննարկել։ Պարոն Կարապետյան, բայց իրականում Ալիևը այնպեսի համատեքստում է խոսել, որ կուզեի ասել էլեկտրական գծերի մասին է խոսքը, էլեկտրասյուներ կառուցելու մասին է խոսում եւ այս համատեքստում է եղել, որ եթե Հայաստանը ատոմակայանը փակի եւ չօգտվի ադրբեջանական այդ երևի էլեկտրաէներգիայից, ապա էներգետիկ ճգնաժամի առաջ կհայտնվի։ Ատոմակայանի պատմությունը մի քիչ այլ պատմություն է, կան առաջարկներ, որով մենք հնարավորություն ունենք չփակել ատոմակայանը, կառուցել նոր ատոմակայան, որով երկիրը կունենա էժան հոսանք, մենք 2-3 լավ տարբերակներ ունենք, այդ իսկ պատճառով կարծում եմ հարևան երկրները անհանգստանալու բան չունեն, մեր երկիրը հաստատ ունի հնարավորություն նոր ատոմակայան կառուցելու, ունի այն պայմանները, այսինքն գործընկերն է տալիս են պայմանները, մեկից ավել գործընկեր, որով հնարավոր է նոր ատոմակայան։ Բացի դրանցում ես ինչպես է վերաբերում, եթե Հայաստանը էլեկտրաէներգիա օրինակ ստանա Ադրբեջանից։ Չեմ կարող այս պահին պատասխանել, չեմ կարող այս պահին պատասխանել այդ հարցին, ցերեկային ժամերին Հայաստանը ունի ավելցուկ, արևային էներգետիկայի գծով Հայաստանը ամենազարգացած երկրներից է, ընդհանրապես էներգետիկայի մեջ ներդրումներով Հայաստանը ամենալավ երկրներից է, եւ կարծում եմ դուք գիտեք, որ ընկերության հաշվին այդ էներգետիկայի մեջ ներդրումները այսքան բարձր եղել եւ ինչու է էներգետիկա մրցակցային ամենալավ ոլորտը Հայաստանը, որտեղ ուժեղ ընկերություն է եղել, որը այդ ակտիվությունը, մեր ընկերությունը Տաշիր ընկերությունների խումբը, որտեղ ես մինչև այստեղ տեղափոխվել աշխատել եմ։ Ինչ վերաբերվում է էներգետիկ առումով Հայաստանը դառնալու էներգիա արտահանող երկիր։ Մենք պատրաստ ենք էներգիա արտահանել ցերեկային ժամերին եւ դա իսկ այո, արևային ժամերին։ Ես դες ճիշտ հասկացա, այդ մասով Հայաստանին համարում եք ինքնաբավ, այսինքն այդ հնարավորությունները կա մյուս միայն գիշերային ժամերի խնդիրն է, որի լուծումը ես մի անգամ մեկ ամիս առաջ առաջարկել եմ։ Իսկ եթե տարանցում եք, դուք ասում եք, որ կարող է շահավետ պայմաններով այս պայն էներգետիկ հզորությունների սպეციფიკան, օրինակ, ցերեկային գիշերային ժամերին մեր ջերմաէլեկտրակայանները չեն կարողանում արագ մտնեն, իրենց պետք է մի քանի ժամ, որ մտնեն ցանց։ Այդ իսկ պատճառով չենք կարողանում այնպես անել, որ օրինակ ժամը 6-ին հենց միանա ջերմաէլեկտրակայանը։ Եվ դրա համար մենք ստեղծում ենք այս պահին մի process, որը մինչև իմ ազգային ժողով գալը ես զբաղվում էի դրանով։ Ինչ էր դա։ Գիշերային ժամերին հատուկ ջերմակայան, որ կմիանա գիշերային ժամերին։ Ցերեկը արևայինով մենք կարտանենք հոսանքը, գիշերային ժամերին կմիանա ջերմաէլեկտրակայանը, որը կբերի պարսկական արդեն գազը։ Հարց է, պարոն Կարապետյան, դուք ժամանակային սահմանափակում ունենք։ Հա, վերջին հարցը, տարանցման մասով էլ ասացիք, եթե սուվերենության եւ վճարների հետ կապված խնդիր չկա, այլ խնդիր չեք տեսնում։ Չէ, կարող ենք քննարկել։ Կարող ենք քննարկել, եթե մեր երկրի սուվերենության հարցն է, մեր գծերն են, իրենք եթե վճարում են մեր երկրին մեր գծերի համար, կարող ենք քննարկել։ Սուվերենության հետ կապված, տեսեք, այդ համաձայնագիրը, որ ստորագրվել է, ամեն դեպքում հրապարակված է փաստաթուղթը եւ սուվերենության հետ կապված այս խնդիր։ Ես դա ճանապարհ է, դա միջանցք չէ, դա ճանապարհ է եւ կարծում եմ, որ մեր խոսույթներում դա պետք է անվանվի ճանապարհ։ Դուք չեք համարում, որ իշխանությունը ամեն դեպքում Ադրբեջանին միջանցք է տվել, ինչպես պնդում է ձեր ընդդիմադիր մյուս գործընկեր։ Դա տարբերություն է մեր երկու ֆրակցիաների միջև, մենք համարում ենք, որ դա ճանապարհ է եւ մենք համարում ենք, որ երբեք ոչ մի երկիր Հայաստանի տարածքում միջանցք չունի եւ չի ունենալու։ Շնորհակալություն։